Դանիայի վարչապետ Մեթե Ֆրիդերիքսենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը չի կարող հստակ ասել, թե ով է գործարկել Դանիայի տարածքի վրա հայտնված անօդաչու դրոնները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ֆրեդերիքսենի խոսքով այս իրավիճակը բնորոշ է հիբրիդային պատերազմի մեխանիզմներին, երբ հակառակորդը չի բացահայտում իր ինքնությունը։ Սխալ է փորձել ամփոփել բոլոր նման գործողությունները կամ հարձակումները, քանի որ հենց դա է հիբրիդային պատերազմի էությունը։ Դուք չգիտեք, թե ով է ձեր դիմաց, նշել է վարչապետը։ Նա հավելել է, որ նման միջադեպերի դեպքում գրավոր եզրակացության հասնելը գրեթե անհնար է։ Ավելի վաղ Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան համաձայնել էին համատեղորեն գնել ռազմական դրոններ եւ համապատասխան սարքավորումներ, որպեսզի ամրապնդեն հյուսիսային երկրների պաշտպանական համակարգը։ Ուկրաինական տանկային գումարտակները զենք և տեխնիկայի պակաս ունեն մեծ կորուստների և վնասված տրանսպորտային միջոցների վերանորոգման դժվարությունների պատճառով։ Ուկրաինայի զինված ուժերում այժմ մնացել է մարտունակ տանկերի մոտավորապես 20-30%, հաղորդում է Military Watch Magazine-ը, հղում անելով ուկրաինական աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը տանկեր է օգտագործում հետևակին աջակցություն ցուցաբերելու համար, ինչը հանգեցնում է տանկերի կորստի։ Քանի որ նման մանևրներ կատարելիս ուկրաինական տեխնիկան գտնվում է տեսադաշտում, անօդաչու թռչող սարքերը հեշտությամբ հարձակվում են դրա վրա։ Կիևը չի կարողանում փոխհատուցել իր տանկերի պակասը, նույնիսկ պաշտպանության զգալի ծախսերի դեպքում։ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների աջակցությունը եւ անսարք սարքավորումների համար պահեստամասերի մատակարարումը նույնպես չի կարողանում բարելավել Ուկրաինայի տանկային ստորաբաժանումների ծանր վիճակը։ Նման եզրահանգման է հանգել ամսագիրը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հոկտեմբերի 30-ին Բուսանում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագրի համաձայն Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին տեղական ժամանակով Կորեայի Հանրապետությունում Բուսան քաղաքում։ Այս հանդիպման ընթացքում երկու կողմերը կփոխանակվեն Չին-ամերիկյան հարաբերությունների հարցերի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։ Ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյանկունը հայտարարել է, որ այս հանդիպման ժամանակ երկու պետությունների ղեկավարները խորը մտքերի փոխանակում կանցկացնեն Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող ռազմավարական եւ երկարաժամկետ հարցերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի շուրջ։ Ինչպես պարզաբանեց չինացի դիվանագետը, Պեկինը պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ այս հանդիպումից դրական արդյունքներ ապահովելու եւ Չինա-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացմանը նոր խթան հաղորդելու համար։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը պնդում է, որ լեհական ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ Բալթիկ ծովի վրայով որսացել են ռուսական Il-20 հետախուզական ինքնաթիռ։ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին Լեհաստանի ռազմաօդային ուժերի MiG-29 կործանիչների երկու զույգ հաջողությամբ տեսողականորեն նույնականացրեց, խափանեց եւ ուղեկցեց Բալթիկ ծովի վրայով թռչող ռուսական ինքնաթիռը, մինչև այն լքեց իրենց պատասխանատվության գոտին, ասվում է 10-րդ հրամանատարության հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն լեհական կործանիչները խափանել են Il-20 ինքնաթիռ, որը ենթադրաբար հետախուզական առաքելություններ իրականացնում միջազգային օդային տարածքում առանց ներկայացված թռիչքի պլանի եւ անջատված տրանսպոնդերով։ Ինքնաթիռը չի խախտել Լեհաստանի օդային տարածքը, նշել է լեհական հրամանատարությունը։ Նիդերլանդներում չորեքշաբթի առավոտյան բացվել են ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրությունների ընտրատեղամասերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Նիդերլանդներում ընտրատեղամասերը բացվել են չորեքշաբթի օրը ժամը 7:30-ին բացառությամբ մարդաշատ վայրերում գտնվող շարժական ընտրատեղամասերի, որոնք բացվել են ավելի վաղ։ Այս տարի շարժական ընտրատեղամասեր են տեղադրվել Նիդերլանդների 50 երկաթուղային կայարաններում, ընդհանուր առմամբ
երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկության համար ստեղծվել է ավելի քան 9000 ընտրատեղամաս։ Նիդերլանդներում խորհրդարանական ընտրությունները սովորաբար անցկացվում են 4 տարին մեկ, սակայն կաբինետի փլուզման դեպքում նշանակվում են վաղաժամկետ ընտրություններ։ Այս տարի երկրի քաղաքացիները 27 քաղաքական կուսակցություններից կընտրեն ապագա կառավարությունը։ Գազայի հատվածում սպանված եւս 2 իսրայելցի պատանդերի մարմինները հայտնաբերվել են, ասվում է պաղեստինյան Համաս շարժման հայտարարության մեջ։ Այսօր իրականացված որոնողական գործողությունների ընթացքում հնարավոր եղավ գտնել 2 սիոնիստ բանտարկյալների՝ Ամիրամ Քուփերի եւ Սահեր Բարուչի մարմինները, ասվում է հայտարարության մեջ։ Երեքշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը մեղադրեց Համասին Գազայի գոտում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։ Այն բանից հետո, երբ պարզվեց, որ խմբավորումը Իսրայելին է վերադարձրել պատանդի մասունքներից մի քանիսը, որի մարմինը մոտ 2 տարի առաջ իսրայելական զինվորականները տարան Գազայում դեռևս պահվող պատանդերի մարմինները վերադարձնելու փոխարեն։ Իսրայելի եւ Համասի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ին։ Վաշինգտոնը զգուշացրել է Բուխարեստին եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման մասին, հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։ Ազգային պաշտպանության նախարարությունը տեղեկացվել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում տեղակայված ԱՄՆ ուժերի թվի կրճատման մասին ԱՄՆ զինված ուժերի գլոբալ դիրքորոշման վերանայման շրջանակներում, ասվում է հայտարարության մեջ։ Եվրոպայում ռոտացիան դադարեցնող ստորաբաժանումների թվում են Ռումինիա ուղարկող եւ Միհայ Կոգալնիչանու ավիաբազայում տեղակայված ստորաբաժանումները։ Այս որոշումը սպասել էր, քանի որ Ռումինիան մշտական կապ է պահպանում իր ռազմավարական գործընկերոջ Միացյալ Նահանգների հետ, նշել է նախարարությունը։ Իսրայելի պաշտպանության ուժերը վերադարձրել են Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը տասնյակ պաղեստինյան զինյալների թիրախներին հարվածից հետո, հայտնում է IDF-ի մամուլի ծառայությունը։ Քաղաքական ղեկավարության հրանգին համապատասխան եւ տասնյակ ահաբեկչական թիրախների եւ ահաբեկիչների ուղղությամբ հասցված մի շարք հարվածներից հետո Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հրադադարը, ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականները նշել են, որ իրենք ոչնչացրել են 30 պաղեստինցի արմատականների, որոնք հրամանատարական դիրքեր էին զբաղեցնում զինված խմբավորումներում Պաղեստինյան անկլավում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ իրեն արդարացրած դատավորի ճակատագրին կարժանանան նաև այն դատավորները, ովքեր կհամարձակվեն իրեն արդարացնել, նրանց նկատմամբ էլ կարգապահական վարույթ կընդունվի եւ կհեռացվեն դատական համակարգից, Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե դատավորներն իրենք են որոշում արդարություն ապահովել, թե անձնական անվտանգություն։ Անդրադառնալով Մասիսի համայնքապետ եւ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, Սերժ Սարգսյանն ասել է, թե Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր չի տապալել, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավեճերն օրինական ուժի մեջ չի մտել։ Մենք այդ առիթով դատավճռից անմիջապես հետո հայտարարություն ենք տարածել, որտեղ մեկ անգամ եւս ընդգծել ենք, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է եւ դատավճիռները, այսպես ասեմ, կախված են մի անձի կամքից։ Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ։ Բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել։ Բնականաբար այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա։
Հոկտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Համաներում իրականացնելու որոշում չունենք, ազգային ժողովի պետական իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանն ասել է արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, պատասխանելով Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, արդյոք նախատեսվում է համաներում, թե ոչ։ Ըստ նրա, յուրաքանչյուր ազատազրկված անձի նկատմամբ պետությունը պետք է անհատական մոտեցում դրսևորի, ոչ թե ինչ-որ պահի որոշի, որ պետք է X, Y, Z կատեգորիայի անձանց ազատ արձակել, այլ պետք է որոշի ազատ արձակել նրանց, ովքեր անցել են վերասոցիալականացման ինչ-որ ճանապարհ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախատեսում են տեղադրել Binance կրիպտոբորսայի հիմնադիր Չանպեն Չժաոյի հուշարձանը։ Գրում է Decrypt-ը հղում անելով նախաձեռնության կազմակերպիչներից մեկին։ Արձանը կտեղադրվի Վաշինգտոնում Կապիտոլիումի առաջ գտնվող զբոսայգում, իսկ հետագայում այն կամ կպարգևատրեն Չժաոյին անձամբ, կամ կդնեն բարեգործական աճուրդի, որի եկամուտը կուղղվի նրա հիմնադրած Jiggle Academy կրթական նախաձեռնությանը։ Նախագծի համար անանուն հովանավորները հատկացրել են մոտ $50,000։ Հուշարձանը կպատրաստվի փրփրաբետոնից եւ կծածկվի ոսկեզոծ շերտով։ Այն կներկայացնի Չժաոյին ամբողջ հասակով բարձրացրած ձեռքով, որտեղ բաց են 4 մատները, խորհրդանշելով նրա հայտնի սկզբունքները՝ սովորիր, հետևիր օրենքին, կենտրոնացիր արտադրանքի վրա եւ մի արձագանքիր կեղծ տեղեկություններին։ Նախաձեռնությունը ծագել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ներում էր շնորհել Չժաոյին, որը նախկինում դատապարտվել էր 4 ամիս ազատազրկման առանց լիցենզիայի ֆինանսական փոխանցումների մեղադրանքով։ Նշենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում արդեն տեղադրվել էր 4 մետրանոց ոսկե արձանը, որը նվիրված էր Թրամփին։ Նա ձեռքում պահում էր բիթքոյնի պատկերով մետաղադրամ։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նրան համեմատելով կապրիզային երեխայի հետ, Պուտինի հետ հանդիպման վայրի ընտրության վերաբերյալ իր հայտարարության պատճառով, հայտնում է Լենտարուն։ Զելենսկին պահում է իրեն այնպես, կարծես ամեն ինչ իր ցանկությամբ պետք է լինի։ Նախ պետք է վաստակել մեր նախագահի հետ հանդիպելու իրավունքը, հետո միայն խոսել վայրի մասին։ Նրա վերաբերմունքը Ռուսաստանի եւ մեր ղեկավարության հանդեպ բացասական է, ուստի դժվար թե որևէ մեկը ցանկանա հանդիպել նրա հետ, ասել է Ջաբարովը։ Սենատորի խոսքով Զելենսկին չունի որևէ կառուցողական առաջարկ եւ ձգտում է միայն պահպանել իշխանությունը, շարունակելով պատերազմը ցանկացած գնով։ Նա հավելել է, որ այս ամենը պարզապես Զելենսկու ներկայացումն է ներքին եւ արտաքին լսարանի համար, ու նման հայտարարությունները լուրջ վերաբերմունքի արժանի չեն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կոստանտին Վորոնցովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բախվել է Եվրոպայի բացահայտ սաբոտաժին Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Դիվանագետը նշել է, որ հենց Եվրամիության երկրներն են խոչընդոտում խաղաղ գործընթացին։ Ամերիկացիները այժմ տեսնում են, որ եվրոպացիները բացահայտ ձգձգում են խաղաղ կարգավորման ցանկացած նախաձեռնություն։ Մեզ են մեղադրում պատերազմը չավարտելու ցանկության մեջ, բայց հենց նրանք են ամեն ինչ անում դրա շարունակման համար, ընդգծել է Վորոնցովը։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ երկրները փորձում են ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, որպեսզի Վաշինգտոնը հրաժարվի Ուկրաինայի շուրջ խաղաղ նախաձեռնություններից։ Նա հույս էր հայտնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը կպահպանի այն սկզբունքները, որոնք ձևավորվել էին նրա հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկորիջում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի մեկնել Մալայզիայում անցկացվող ASEAN-ի գագաթնաժողովին, որպեսզի խուսափի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից եւ հնարավոր խոսակցությունից Պակիստանի թեմայով։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ հաղորդման, Մոդին մտավախություն ուներ, որ Թրամփը կրկին կհիշեցնի իր հայտարարություններն այն մասին, թե միջնորդել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև զինադադարի հասնելու հարցում։ Նյու Դելիում այդ պնդումները մշտապես մերժվել են։ Վարչապետի թիմը նաև նշել է, որ Թրամփի հետ հանդիպումը չէր խոստանում իրական արդյունքներ, իսկ նախորդ շաբաթվա հեռախոսազրույցն էլ չարդարացրեց սպասումները։ Պարբերականի տվյալներով Մոդին վախեցել է, որ Թրամփի ցանկացած հրապարակային մեկնաբանություն Պակիստանի վերաբերյալ
կարող է օգտագործվել նրա մրցակիցների կողմից Բիհարի նահանգի ընտրություններում, վնասելով իշխող կուսակցության վարկանիշին։ Ավելի վաղ Թրամփը պնդել էր, որ իր հարաբերությունները Մոդիի հետ շատ լավն են եւ որ Հնդկաստանը համաձայնել է նվազեցնել ռուսական նավթի գնումները։ Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր 2014 թվականից կորցրած տարածքները, նույնիսկ դաշնակիցների աջակցությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է անսան հղում անելով առաջիկայում հրապարակվելիք լրագրող Բրունո Վեսպայի գրքին։ Կրոզետոյի խոսքով միջազգային մակարդակով արդեն ընդունված է, որ այդ տարածքների վերադարձն անհնար է։ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի դրանցից, իսկ Ուկրաինան բավարար ուժեր չունի դրանք վերադարձնելու, նույնիսկ մեր օգնությամբ, նշել է նախարարը։ Նա հավելել է, որ հենց Կիևն է որոշելու ինչն է ավելի ծանր զոհաբերություն, տարածքային զիջումները, թե արյունալի պատերազմի շարունակությունը, որը կարող է ել ավելի սրվել։ Ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է դիվանագիտական կարգավորման, սակայն ոչ իր տարածքային ամբողջականության հաշվին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ հրադադարի լիակատար հաստատումը չի վերացնի հիմնախնդրի արմատները եւ միայն կնպաստի դրանց մոռացությանը։ Առնվազն 65 մարդ է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրադադարի խախտմանը հաջորդած ավիահարվածների հետևանքով, հաղորդում է Ալ-Արաբիան հղում անելով պաղեստինյան անկլավի արտակարգ ծառայությունների աղբյուրներին։ Ըստ Ալ Ջազիրայի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 երեխա։ Հաղորդվում է, որ թիրախ են դարձել նաև բնակելի շենքերը եւ փախստականների ճամբարները, որտեղ բնակվում են տեղահանված Գազայի բնակիչները։ Երեքշաբթի օրը Իսրայելի բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Համասին հրադադարը խախտելու եւ անկլավի հարավային մասում գտնվող Ռաֆայի տարածքում իսրայելական զորքերի վրա հարձակվելու մեջ։ Համասը իր հերթին հետաձգել է Գազայի հատվածում սպանված իսրայելցի պատանդի մասունքների հանձնումը, որը նախատեսված էր հոկտեմբերի 28-ի երեկոյան, վկայակոչելով Իսրայելի կողմից համաձայնագրի խախտումները։ Շարժումը նաև հերքել է Ռաֆահում տեղի ունեցած կրակոցների միջադեպին իր մասնակցությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վերջ դնել կորեական թերակղզում հակամարտությանը։ Գիտեմ, որ դուք պաշտոնապես պատերազմական վիճակում եք կորեական թերակղզում, բայց մենք կտեսնենք, թե ինչ կարելի է անել այս խնդիրը լուծելու համար, ասել է նա Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունի հետ հանդիպման ժամանակ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերացվել է գրավը եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Այս մասին հայտնել էր փաստաբանը։ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանից Թովտաշատ գյուղերի Խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցությունից հայտնել են, որ հաստատվել է 2026 թվականի ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբի կազմը։ Որոշվել են կուսակցության համամասնական ցուցակումը ընդգրկվելու համար հայտերի ներկայացման կարգը եւ ժամկետները։ Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ Մի քանի օր է ինչ շարունակում են փնտրել Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում անհետացած 3-ամյա Տիգրան Օգանեսովին։ Նրա անհետանալու վերաբերյալ Ծափաթաղում տարբեր վարկածներ են քննարկվում։ Մեդիահաբի հետ զրույցում անհետացած փոքրիկի մայրը որոշ մանրամասներ է պատմել։ Ես երեք առավոտին երեխուն մեկ սկեսից մինչև 2-ն եմ տեսել, ու նրանց հետո երեխուն չեմ տեսել։ Առավոտյան դուք չեք տարել մանկապարտեզ։ Իրան ախպերն է տարել։ Բա մեկ ասկեսից 2-ին որտեղ եք տեսել իրեն։ Մեր հայրը։ Հա տուն է բերել մանկապարտեզ, դուք չեք բերել էլի։ Չէ։ Ինչ էր անում հայրը։ Հայրում խաղում էր։ Այստեղ էս հատվածում։ Հա, հենց տանդեմը։ Հետո երբ իմացանք, որ չկա կորելա։ 4 ասկեսից։ Ոնց իմացաք։ Ով եք ավասեց ինձ։ Ես մտածում, տեսա երեխան չկա։ Աշխատավայրից։ Հա, աշխատանքի եք եկել, Հա։ տանիք եղել ու ինչ եք արել այդ ժամանակ, ոստիկանություն եք մի անգամ Մեկ հիշման են եկել ու զանգել բան։ 911։ Ձեզ չեն պատմել ուր ա եղել։ Չէ, ինձ ոչ մի բանա չեն։ Ոչ բանա չեն ասել։ Իսկ ինչ եք կարծում, որ գնացած կլինեք մայր։ Չգիտեմ, ես ուր գնացած կներ երեխեն։ Այդ երեխեն հետ չի գնացած են։
Երկիրը դարձրել են Սոդոր Գոմոր, իսկ իրենք առավոտից երեկո սրտիկներ ու պաչիկներ են ուղարկում։ Այս մասին Եվրամեդիա 24-ի եթերում հայտարարել է հասարակական քաղաքական գործիչ Նայրա Զորաբյանը։ Նրա կարծիքով, քանի դեռ Փաշինյանին հեռացնելու հստակ քայլեր չկան, երկրում ստեղծված այս իրավիճակը շարունակվելու է։ Չեն կարող։ Իրանց մոտ ոչինչ չի ստացվում, իրանց մոտ ստացվում է միայն ինչ ասեմ, կրկնել սրբապիղծ ինչ որ բաներ, իրանց մոտ ստացվում է միայն, ինչ ասեմ, կրկնել ադրբեջանական թեզեր։ Ինչ ասեմ, սա զարհուրելի է, երբ որ գալիս է մի գիծ, որ դու հասկանում ես, որ նույնիսկ հայերենի ֆանտաստիկ, հա, բառամթերքով հարուստ լեզուն բավարար չի այս ամբողջը նկարագրելուն։ Ես նորից ընթերցում էի սուրբ գրքեր, Աստվածաշունչ եւ տիպիկ Սոդոմ Գոմորի մեջ ենք, բացարձակապես այլ իրավիճակում, բացարձակապես այլ ժամանակներում, բայց սա Սոդոմ Գոմոր, այս բարոյական անկումը, այս դնոն, այս այլասերվածությունը, այս ինչ ասեմ, քաոսը, որի ճարտարապետը ահա այս անձնավորությունն է, եւ քանի դեռ իր ձեռքը բռնող չկա, իսկ մենք տեսնում ենք, որ ընդդիմության մեջ իր ձեռքը բռնող չկա, այս քաոսը, այս Արմագեդոնը, այս Սոդոմ Գոմորը շարունակվելու է ցավոք։ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով պատրաստվում է մինչև 2000 զինվորներից եւ սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինա, Կիևի ռեժիմին աջակցելու համար, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ SVR-ը նախկինում հաղորդել էր, որ Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին։ Որպես քաղաքական գործիչ ձախողելով եւ երկիրը երկարատև սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հույսը կորցնելով, նա չի կորցրել պատմության մեջ որպես ռազմական առաջնորդ մնալու հույսը։ Նրա հանձնարարությամբ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից եւ սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինա, Կիևի ռեժիմին օգնելու համար, ասվում է SVR-ի հայտարարության մեջ։ Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ էներգետիկ պատժամիջոցների նոր փաթեթը եւ Եվրահանձնաժողովի մինչև 2028 թվականը ռուսական նավթից եւ գազից լիովին հրաժարվելու ծրագիրը։ Սրա մասին հայտարարել է արտաքին գործերի եւ առևտրի նախարար Պետեր Սիարտոն, որի ելույթը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Արտգործնախարարը կտրուկ քննադատել է ներկայիս սահմանափակումները, պնդելով, որ դրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին եւ վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ ԵՄ առաջնորդները մտադիր չեն հրաժարվել իրենց ապակառուցողական քաղաքականությունից։ Նրանք ցանկանում են խաթարել ոչ միայն տնտեսությունը, այլև եվրոպական էներգամատակարարման անվտանգությունը։ Մենք կպայքարենք մինչև վերջ եւ կօգտագործենք բոլոր առկա քաղաքական, իրավական գործիքները Հունգարիայի էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու համար, ընդգծել է նախարարը։ Արևմտյան երկրները չեն թաքցնում իրենց նախապատրաստությունները նոր խոշոր եվրոպական պատերազմի համար։ Սրա մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրանք նաև չեն թաքցնում այն նախապատրաստությունները, որոնք հանգեցնում են խոշոր եվրոպական պատերազմի Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետությունից արևմուտք, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Մակրոնի եւ Մերցի կողմից ներկայացված եվրոպացի քաղաքական գործիչները Եվրոպայի ժողովուրդներին առաջարկում են միայն ռուսաֆոբիա եւ Ռուսաստանի հետ զինված հակամարտության ակտիվ նախապատրաստություններ։ Նա նշել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան ազդեցությանը սովոր եվրոպական երկրները դժվարություններ են ունենում նոր համաշխարհային պայմաններին հարմարվելու հարցում։ Չինաստանի իշխանությունները կաշխատեն բոլոր շահագրգիռ երկրների հետ համաշխարհային միջուկային զինաթափման գործընթացը խթանելու համար, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցյակունը։ Չինաստանը, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ պատասխանատու միջուկային զենք ունեցող պետություն, հետևողականորեն հետևում է խաղաղ զարգացման ուղուն եւ վարում է միջուկային զենքի առաջինը չօգտագործման քաղաքականություն։ Կտրականորեն հետևում է ինքնապաշտպանության համապատասխան ռազմավարությանը, պահպանում է իր միջուկային զինանոցը ազգային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ նվազագույն մակարդակի վրա եւ խստորեն պահպանում է միջուկային փորձարկումների մորատորիումը, հայտարարել է պաշտոնյան։
Եվրոպան ստիպված կլինի երկար ժամանակ աջակցել Կիևի ռեժիմին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իրականությունն այն է, որ Կիևի ռեժիմի տեսքով նման հաճախորդի հետ գործ ունենալով եվրոպացիները ակնհայտորեն ստիպված կլինեն երկար ժամանակ աջակցել նրանց, ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Ուկրաինան եւս 2 կամ 3 տարի կարիք կունենա եվրոպական ֆինանսական աջակցության ռուսական ուժերին հակազդելու համար։ Փաշինյանը խնդիր է դրել փոխել մեր ինքնությունը, պատմությունը։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մեկնաբանելով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցին ու հոգևորականներին թիրախավորելու գործելավոճը։ Նա սակայն չի համաձայնել մոտեցմանը, թե Նիկոլ Փաշինյանը վախենում է եկեղեցուց։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը ոչ թե վախն է, այլ զուտ հենց քաղաքական շահերը, քաղաքական մոտիվները եւ իհարկե անհանգստությունը, որովհետեւ ունենալ մի ահռելի կառույց, որը շատ խորը եւ շատ այսպես մասշտաբային բնույթ ունի եւ կարողություններ ունի նաեւ այդ իմաստով, անշուշտ, որը ոչ միայն սահմանափակվում է Հայաստանի տարածքով եւ չունենալ այդ կառույցի հանդեպ ազդեցություն, սա իհարկե անհանգստություն է, եթե այդ կառույցը չի կիսում, մեղմ ասած, չի կիսում քո մոտեցումները եւ քո փիլիսոփայությունը, առավել եւս, որ մենք տեսնում ենք հետեւյալը, Նիկոլ Փաշինյանը այդ ինքնության փոփոխության բաց հայտով նա որևէ կերպ չի թաքցնում, որ դրել է ինքնությունը եւ անգամ պատմությունը փոխելու խնդիր։ Եվ այս տեսանկյունից, երբ այդ խնդիրը դնում ես, որը չի ներառելու նաև հայ առաքելական եկեղեցին, այդ խնդիրը գործնականում դառնում է անիրագործելի։ Եվ սա է նաև պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը իմ համոզմամբ հենց տեղավորվելով ավելի գլոբալ ինչ-որ պրոցեսների մեջ, փորձում է լուծել նաև այդ խնդիրը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար նոր փաստաբան է նշանակվել։ Նա Էմիլ Բաբիշովն է, որն Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ է։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից, հայտնելով իր դժգոհությունը իրավական գործընթացի ընդհանուր ընթացքից։ Հաջորդ շինծ ու դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին։ Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀԵՄ համապարփակ եւ օնլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները կհամակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։ Նիստին մասնակցում էին գործադիր եւ օրենսդիր մարմինների, ինչպես նաեւ ՀՀԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի եւ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ։ Միջգերատեսչական նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզի կառուցվածքին, բովանդակությանը եւ դրա առավել արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր։ Թուրքիայում Մարմարա ծովի շրջանում տեղական ժամանակով 22:48-ին տեղի ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև Ստամբուլում։ Այս մասին հաղորդում է Շոտ Տելեգրամ ալիքը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սնդրի քաղաքից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա։ Ուժեղ երկրաշարժներ են զգացվել Ստամբուլում, Իզմիրում, Բալիկեսիրում եւ երկրի այլ շրջաններում։ Ավերածություններ են գրանցվել որոշ քաղաքներում, փլուզված շենքերի պատճառով էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Տուժածների թիվը ճշտվում է հետ ցնցումներից եւ հետագա վնասներից վախենալով մարդիկ լքել են իրենց տները։ Տարածքում տեղակայվել են արտակարգ ծառայություններ։ Ռուսաստանի զինված ուժերը ակտիվացնում են իրենց հարձակումը Դոնբասում եւ Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը Պոկրովսկում զգալիորեն վատթարացել է, հաղորդում է Financial Times-ը։ Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը ակտիվացրել է իր հարձակումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների կասեցման ֆոնին։ Լրագրողների խոսքով ռուսական ուժերը աստիճանաբար առաջ են շարժվում ռազմաճակատի մի քանի հատվածներով, հասնելով Լիման եւ Կոստյանտինովկա։ Միևնույն ժամանակ վերջին շաբաթներին Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը նկատելիորեն վատթարացել է, նշվում է հոդվածում։ Հավելվում է, որ քաղաքում ներկա են ռուսական զորքեր, ուկրաինական առաջխաղացման բրիգադներում անձնակազմի պակասը հեշտացել է ռուսական ուժերի համար պաշտպանության մեջ առկա բացթողումների հայտնաբերումը եւ օգտագործումը։
Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 29-ից 3-ը 30-ի գիշերը սպասվում է անձրև, հոկտեմբերի 30-ից 3-ը 31-ին, նոյեմբերի 1-ից 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 29-ից 3-ն առանձին շրջաններում, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում թաց-ձյան, հովտային շրջաններում անձրևի տեսքով, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 30-ից 3-ը 31-ին, նոյեմբերի 1-ից 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ից 3-ը 30-ին կնվազի 6-ից 9 աստիճանով, նոյեմբերի 1-ից 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։